Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ դատելով մուտքի խոսքերից և երկու պետությունների պաշտոնական հաղորդագրություններից այդ շփումները առնված են ջերմ և բարեկամական մթնոլորտում անցան, ապա Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչեց ձեռքբերում ելույթը, որ արտացոլում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի հստակ արտահայտումը, մի շարք շփումներ Նյու Յորքում, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, զուգահեռ արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի բազմաթիվ այլ շփումներ, ապա մեկնում Ստրասբուրգ, հանդիպումներ ԵԽԽՎ բարձրաստիճան և Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան շատ պաշտոնյաների հետ, ելույթ ԵԽԽՎ-ում, հարցերին պատասխանների հնչեցում, որոնք արտացոլեցին այն, որ Հայաստանի հանրերի և ժողովրդավարության խնդիրները անդադար գնալով կատարելագործում են, բայց ամենակարևորը, որ Եվրոպայի խորհրդում մեծապես աջակցություն ստացավ